Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Արդյոք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա եւ մասնակցի զորահանդեսին, թե դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին։ Այս եւ այլ թեմաների շուրջ այսօր զրուցելու ենք հանրային գործիչ Ազատ Աշակյանի հետ։ Պարոն Աշակյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Այս փուլում կարծիքներն ինչպես միշտ խիստ հակասական են, խիստ տարբեր են։ Մի մասն ասում է, որ Մոսկվա գնալը սխալ է, որովհետև Եվրամիությունից կան հստակ ուղերձներ, որ պետք չէ Հայաստանի ղեկավարը լինի Ռուսաստանում, մասնակցի այդ զորահանդեսին։ Մի մասն էլ դա նորմալ համարելով ասում է, հարաբերությունները փչացնելուց հետո այս այցը այլ ենթատեքստ ունի։ Հիմա որն է ձեր գնահատականը։ Նախ բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մեզ համար մեր երկրի ղեկավարի վարքագիծը պետք է լինի ելակետը պետք է լինի նա դա Հայաստանի Հանրապետության շահերից է բխում որևէ այցելություն, թե շահերից չի բխում։ Եթե այդպես մոտենանք, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը չի կարող հրաժարվել, երբ իրեն կանչում են Մոսկվա։ Կանչում են, թե հրավիրում են։ Դա պարտադրանք է։ Այսինքն մենք հիմա չենք կարող հրաժարվել, այնտեղից եկող որևէ բանի չենք կարող ասել ոչ, որովհետև մենք կապված ենք բազմաթիվ ճոպաններով, քաղաքական, տնտեսական պարաններով, ասեմ, պարաններով մենք կախված ենք SNG-ից, Եվրասիական միությունից, Մաքսային միությունից, ODKB-ից Մենք կախվածության մեջ ենք։ Հիմա երբ որ այնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում, տոնակատարություն, թե սգո արարողություն, մենք պարտավոր ենք մասնակցել։ Այսինքն մեր համերաշխությունը հայտնել մեր գործընկերներին։ Առաջինը դա է։ Բայց եթե մենք ճիշտ այնպես ինչպես օրինակ ODKB-ի այդ հապկ, որ մենք ասում ենք, պետք չի թարգմանել։ Դա հատուկ տերմին է։ Ճիշտ այնպես օրինակ ես դեմ եմ SSR-ը թարգմանելը։ Սովետը թարգմանել խորհրդային դարձնել։ Եթե մենք օրինակ կասեցրել ենք մեր հարաբերությունները ռազմական դաշինքի հետ, Մոսկվայի դաշնակիցների հետ, մեր հարաբերությունները մենք կասեցրել ենք, դադար ենք վերցրել, չէ՞։ Ես կարծում եմ, որ հետևողական պետք է լինենք, ուրեմն պետք է մենք դադարեցնենք նաև մյուս մեր հարաբերությունները, որոնք չեն բխում մեր երկրի շահերից։ Սա ձևը ձևականորեն ըստ էության հիմա եթե թույլ տաք մի խոսք էլ ասեմ դրա վերաբերյալ ուր է գնում այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մասնակցությունը հայության մասնակցությունը հիշարժան է թե չէ արժե որ մենք հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմը եւ մեր մասնակցությունը ես կարծում եմ որ արժե մենք չափազանց լուրջ ենք մասնակցել երկրորդ համաշխարհային պատերազմին օրինակ սովետական Հայաստանի եւ սովետական միության հպատակների համար դա հայրենական պատերազմ էր բայց լեհա հայերի համար Ֆրանսիայի հայերի համար Հունաստանի հայերի համար դա արդեն երկրորդ համաշխարհային պատերազմ էր եթե օրինակ Ֆրանսիայի կամ Լեհաստանի մեր հայրենակիցների համար պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերին, ապա սովետական միության հայերի համար եւ սովետական Հայաստանի հայության համար պատերազմը սկսվել է 2 տարի հետո, ավելի ճիշտ պատերազմը այո սկսվել է 39 թվականին, բայց մենք այն ժամանակ եղել ենք Գերմանիայի դաշնակիցը։ Նացիստական Գերմանիայի դաշնակիցն էինք Ռիբենտրոպ-Մոլոտով տխրահռչակ պակտի հետևանքով մենք նույնպես հարձակվել ենք Լեհաստանի վրա, Ռումինիայի վրա, Բալթյան երկրների վրա։ Իմ հարազատներից ոմանք մասնակցել են ֆիննական պատերազմին 1940 թվականի։ Տեսեք ինչքան լայն է։ Պարզության համար կարելի է սև ու սպիտակ ասել, այո կամ ոչ, գնա չգնա։ Գա մնա, չգիտեմ, դա կարելի է։ Բայց հիմա դրան աշխարհակաղակական կոնտեքստ է հաղորդվում։ Այո, հիմա որովհետև Հայաստանն ընդունեց օրինագիծ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Այո, դա դրա հետ կապ չունի։ Հիմա մենք Գերմանիան նույնպես նշում է իր պարտության օրը Բերլինում
Գերմանիայի պարլամենտում այդ օրը որպես հիշատակի օր, որպես չարագործության օր, որ այլևս չի լինի, չենք կրկնի դա։ Գերմանիան դա նույնպես նշում է, Ֆրանսիան նշում է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկնակի են նշում, ասում են մենք ձեզ հիշեցնում, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի գրությունը հայտնի։ Դարձ չգիտեն կդառնա կոնգրեսում օրենք թե չէ, որ մենք երկու պատերազմում էլ մենք ենք հաղթել, մյուսները եղել եք թատերաբեմ։ Տեսեք ուզում ասել, որ դրա մեջ բան չկա, որ գնացել ենք, կարող ենք եւ Բերլին գնալ եւ Վաշինգտոն, Աթենք կարող ենք գնալ, Աթենքը չհանձնված պետություններից մեկը չի հանձնվել, կապիտուլյացիայի չի ենթարկվել, դիմադրել է, չի աջակցել նացիստական Գերմանիային, նացիստերին չի աջակցել Հունաստանը, հետաքրքիր բան է դա, մեզ համար լավ է, մեր դաշնակիցն է, բայց օրինակ Սովետական միությունը աջակցել է նացիստական Գերմանիային, հունահայերը կարող են վերևից նայել մեզ։ Ես կարծում եմ, որ հիշատակի օր որպես հաղթանակի օր մենք նույնիսկ Երևանում պետք է դա նշենք։ Չափազանց լուրջ բան է տեղի ունեցել։ Մենք պետք է ցուցակը կազմել ենք։ Բոլոր նրանք, ովքեր որ մասնակցել են գենոցիդին, կազմակերպել են գենոցիդը, թող հերթ կանգնեն։ Բերլինին մենք պատժեցինք, մտանք Բերլին։ Մյուսները, ովքեր որ կազմակերպել են գենոցիդը, ԵՂՌ-ը, զավթել են մեր երկիրը, հայրենազուրկ են դարձրել Արևմտյան Հայաստանը, մեր զավթել են, այն նրանք թող հերթ կանգնեն, կմասնակցենք մենք հաջորդ արշավներին այդ երկրների դեմ։ Ճիշտ այնպես, ինչպես Գերմանիային մենք հաղթողների հետ էինք եւ հաղթեցինք։ Ես այդպես եմ մտածում, առաջինը ձևը պարտադրված է, պետք է գնա, ուրեմն պետք է գնա։ Եթե չի գնում, ուրեմն պետք է ասի, ես ձեր բռնապետների ակումբի միջոցառումներին չեմ մասնակցում, որովհետև իմ երկիրը ժողովրդավարական երկիր է, ես ժողովրդարական պետության ղեկավար եմ, ինքս ժողովրդավար եմ, խոսքի։ Բայց դա անհետևանք կմնա։ Հետևանքը հիմա ավելի վատ կլինի, երբ որ հետևողական չես։ Ամեն ինչ ունի հետևանք։ Չի կարող պատահի այդ դրախտ կոչվածից մեզ վտարել են, չկա այդպիսի բան, անընդհատ ռիսկեր կան։ Այդ ռիսկերը մենք պետք է հաշվենք։ Ես շեշտը դրա վրա եմ դնում, որն է ավելի ռիսկային ազատվել բռնապետությունների ակումբից, հայտարարել, որ մենք ազատ ժողովուրդ ենք, ժողովրդավարական երկիր ունենք, մեր երկրի ղեկավարը նույնպես մեր նման է, թե մենք պետք է ասենք, որ մենք մի օր այսպես ենք, մի օր այնպես ենք։ Դա է վատը։ Ես կարծում եմ, որ ռիսկը, երբ որ մենք դեմք չունենք, մենք դաշնակիցներ չունենք, մենք ամենքին ենք, ով որ ուզում է։ Մենք տրվում ենք նրան, ով որ այդ պահին ուզում է։ Պարոն Արշակյան, իսկ առհասարակ դուք հնարավոր համարում եք ուղղություն վերցնել դեպի Եվրոպա, բայց փորձել լավ հարաբերություններ պահպանել նաև Մոսկվայի հետ։ Որքան էլ մենք դա ցանկանանք, արդյոք մյուս կողմերի համար դա ընդունելի կլինի։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ մենք լավ հարաբերություններ ունենանք առնվազն ազդեցիկ պետությունների հետ։ Գոնե այն հաշվարկով, որ մենք մի միլիոնից ավել, գուցե մի քանի միլիոն, թիվը չգիտենք, մենք համայնք ունենք Ռուսաստանում։ Ցանկությունն այլ է, հնարավորությունն այլ, եթե այստեղ հարցը դա է, եթե վերցնում ենք դեպի Եվրոպա ուղղություն, կարողանում ենք, այսինքն մյուս կողմը ընդունում է։ Շատ, եթե ցանկանանք, ձևը կգտնենք։ Եթե մենք գնահատում ենք այդ վտանգը, որին ենթարկվում են մեր հայրենակիցները, մենք հայերս վտանգվում ենք, ուրեմն պետք է ձևը գտնենք, դարձնենք անվտանգ։ Ինչ հարաբերություններ են պետք Ռուսաստանի հետ, արժանապատիվ գործընկերային հարաբերություններ։ Մենք այդ փորձը ունենք 1918-19 թվականին։ Մենք ունեցել ենք 1900 Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ։ Մինչև 20 թվականը գործընկերային են եղել, Ռուսաստանը մեր կարիքը զգում էր, հայկական զորամիավորումները Ռուսաստանը պաշտպանում էին ինտերվենցիայից, Գայ, Մյասնիկյան եւ այլն ազգանունները չտամ, Խախանյան, Ոսկանյան, կան, ինչքան որ կային, 150,000 հայ զինվորական տրվում էր Ռուսաստանում, Ռուսաստանի համար, մինչև 1920 թվականը։
1990 թվականին մենք նույնպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեինք, օրինակ մեր հռչակագիրը ռուսներից հետո մենք էլ հռչակեցինք, մենք համերաշխ էինք Ռուսաստանի հետ, Ռուսաստանի Ֆեդերացիան, Վերխովնի Սովետ, այդպես է կոչվում նրանց պարլամենտը, երբ որ 1990 թվականի հունիսին հայտարարեց, որ դուրս է գալիս սովետական միության կազմին, մենք ասեցինք տակ տոչնա։ Ճիշտ այդպես ասեցինք, մենք էլ ենք դուրս գալիս։ Մենք Ռուսաստանի հետ ենք, Ռուսաստանը լքել է սովետական միությունը, ես այն ժամանակ պատգամավոր էի։ Ասեցինք մենք էլ ենք դուրս գալի Ռուսաստան, մենք դուրս ենք գալիս սովետական միությունը, լքում ենք ճիշտ այնպես ինչպես դու, եւ մենք գործընկեր էինք նոր Ռուսաստանի հետ, Ելցինյան շրջանի Ռուսաստանի հետ մենք գործընկեր էինք, հիշեք Ռոխլին կոչված գեներալը կամ Մակաշովի, Շամանովի, նրանք որ մեզ բռնացրել էին ապօրինի զենք զինամթերք հայթայթելու համար, այսինքն մենք եղել ենք Ռուսաստանի հետ գործընկեր ու դաշնակից 1828 թվականին գեներալ Պասկևիչի արշավանքի ժամանակ մենք աջակցել ենք Ռուսաստանին, եղել ենք նրա համար սեստրի и բրատիա եղբայր եւ քույր էինք, Արմյանսկայա օբլաստ, Արմյանսկայա ցարստվը են ուզում ստեղծել։ Ուզում Ռուսաստանը բոբոչի, հարկավոր է լեզու գտնել։ Բայց պարոն Աշակյան, Ելցինյան եւ Պուտինյան Ռուսաստանները չեն տարբերվում մի թե իրարից, որովհետեւ այս դեպքում մեր արժեվ կոնկրետ հենց իրենք են դնում, կամ են կողմն ես, կամ ես կողմը։ Եվ ուղիղ հայտարարում են այդ մասին։ Մենք ենք մեր ճակատագրի տերը, եթե մենք Ռուսաստանեն լրջորեն ասում ենք, որ մեր երկրի շահերը պահանջում են, որ ձեզ հեռվից սիրենք, հիմա հեռավար է, հա։ Այն ինչ է, Skype-ին ինչ են ասում հիմա։ Եթե պետք է ուրեմն մենք ուզում եք լինենք ձեր դաշնակիցը հեռվից, թողեք հեռանանք, բաց թող մեզ փարավոն։ Ասվել է դա, մենք ընդունել ենք 1700 տարի առաջ Սուրբ Գիրք ենք հռչակել դա, Աստվածաշունչ, բաց թող մեզ փարավոն։ Ձևը գտնենք, ասենք, որ մեր եւ ձեր շահերը չեն համընկնում։ Մենք ձեզ քաշ չենք տալիս երրորդ համաշխարհային պատերազմ։ Մենք պատերազմ ունենք։ Մեր երկիրը ավերված է, մեր երկիրը կողոպտված է։ Ձեզ ազատում ենք ռուսներ, չեք կռվի ձեր դաշնակից Թուրքիայի հետ։ Ձեր հարաբերությունները բանաձևը սա է։ Մենք ասում ենք, որ Ռուսաստան, մենք չենք ուզում, որ մեր պատճառով դուք պատերազմ սկսեք Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի հետ, դուք եղբայրներ եք, այդպիսի դաշինք ունեք նրանց հետ, դրա համար դուք հեռացեք մեզանից։ Իսկ ձեզ պետք է մաքսանենք ճանապարհով հատուկ տեսակի էլեկտրոնիկա, մենք դա ձեր համար կհայթայթենք, կգողանանք մեր մյուս դաշնակիցներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Հարավային Կորեայից, ինչպես դա անում ենք այսօր։ Մենք այսօր դա անում ենք։ Պարոն Աշակյան, տեսեք, այդ հեռանալու կոչերի անհրաժեշտությանը զուգահեռ մամուլում լուրեր տարածվեցին, թե Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը փոխվել է եւ նոր տեղակալն ու նրա ենթակայության ներքո գտնվող վարչության աշխատակիցներն են զբաղվելու Հայաստանի հարցերով, որովհետեւ արժևում խորհրդարանական ընտրություններ են, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին է խոսքը։ Ինչ են ցանկանում ձեզ այդ կերպ անել ռուսները։ Այսինքն հեռանալ չեն պատրաստում, ինչպես որ դուք եք քիչ առաջ այդ հորդորները։ Ես հատուկ կարծիք ունեմ դրա մասին, ես հետևում եմ իմ գործընկերների կարծիքներին, ծանոթ եմ, ես կարծում եմ, որ սխալվում են ոմանք։ Պաշտոնի բարձրացում է տեղ ունեցել Հայաստանի Հանրապետության կարևորությունը բարձրացել է Ռուսաստանի աչքում։ Ամեն օր կարելի էր Հայաստանում ընտրություններ նախաձեռնել, ամեն օր կարելի էր Հայաստանի վրա հատուկ ուշադրություն դարձնել եւ անհրաժեշտ էր, որ դարձվեր։ Ոչ միայն պետք է լինի աշխատակազմի ղեկավարը նախագահի, Կիրիենկոն աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, նույնիսկ ինքը անձամբ ցարը պետք է զբաղվի մեզանով, ինքը պետք է ասի, որ ես եմ զբաղվում Հայաստանով, կարևորությունը հաշվի առնելով, կարևոր բան է, նշանակում է հարկ այ իմ ասած, վերադառնանք իմ ասած բանաձևին, մենք ինչ քայլ ենք անելու դրան ընդառաջ, եթե այնտեղ ինչ որ մայոր է, թե գնդապետ էր, փոխգնդապետ էր ՖՍԲ-ի, մինչև հիմա մեզանով զբաղվում, դարքիր է, չէ, մեզանով զբաղվում էր ինչ-որ մի պաշտոնաթող փոխգնդապետ։ Հիմա դե արդեն նախկին վարչապետն է զբաղվում, ուրեմն կարևորացել է, կարևորությունը նաև վտանգավոր է,
Բայց դա փորձ չեն նաև, այսպես ասած, ներքին հարցերին խառնվել։ Ամեն օր խառնվում են, նրանք այնքան մեծ ազդեցություն ունեն։ Մենք ներս ու դուրսը չենք էլ հասկանում, թափանցիկ է Հայաստանի ներսը։ Մենք ակվարիումի մեջ ենք։ Թափանցիկ է, ինչ ուզում անում են, ոնց ուզում անում են։ Օրենքով մենք գրել, ստորագրել, պարտավորվել ենք իրենց այդպիսի իրավունքներ տվել ենք։ Այո, դրա համար ասում եմ, որ պետք չի, հարկավոր է ուշադրություն դարձնել, որ ահա կարևորացրեցին մեր դերը։ Մեր դերը կարևորացրել, մենք ավելի ծանր հարված կարող ենք ստանալ, բայց կարող ենք եւ շահել։ Գիտեք, յուրաքանչյուր վտանգ իր մեջ ունի նաեւ շանս։ Իսկ եթե հաղթենք, այ հիմա մեծ ձեռնոց է նետված։ Ես ասում եմ պեսիմիստական տարբերակը։ Ենթադրենք դա ձեռնոց էր։ Մարտահրավեր է։ Մենք կհաղթենք, թե չէ։ Մենք կհաղթելու ենք, թե չէ։ Այ կռիվ է սկսվել, մենք պետք է հաղթենք։ Եթե դա օգնության, մեղմացման, ուշադրության, բարեկամական, այսինքն բարեդրացիականության ակտ է։ Ուրեմն հարկավոր է օգտվել առավելագույնը ստանալ դրանից, առավելագույնը ստանալ, այցելությունը նույնպես։ Եթե գնալու է, պետք է առավելագույնը ստանա, մեր երկրի ղեկավարն է, մեր շահերը պետք է ներկայացնի, ոչ թե նրանց երկրի շահերը մեր երկրում։ Այս շուռ եմ տալիս, ասում եմ, Նիկոլ Փաշինյանը պետք է մեզ պաշտպանի, մեր երկիրը պաշտպանի, ինքն իրեն պաշտպանի, արժանապատվությունը նաև թող շահի կռիվը, եթե պետք է չգնալ, ուրեմն չպետք է գնա։ Եվ վերջում ամփոփելով զրույցը, իսկ դուք որքանով եք հավանական համարում ներքաղաքական կտրուկ զարգացումները մեր երկրում կամ խորհրդարանական ընտրություններով մեծ փոփոխությունները։ Ես հույս ունեմ, որ կլինեն մեծ փոփոխություններ, բարեփոխումներ, վերջապես հեղափոխության ծրագիրը կիրականացնենք։ Ես ուզում եմ, որ լինեն փոփոխություններ։ Դուք պատկերացրեք, նույնիսկ սահմանադրություն չունենք։ Այ ձեր գործի վերաբերյալ, քարոզչության վերաբերյալ հատուկ օրենքներ չունենք, մեր երկիրը պաշտպանված չի, դուք պաշտպանված չեք, դուք ազատ չեք, հնարավորություն չունեք։ Խոսքի ազատությունը սահմանափակված է, հակառակորդը խեղդում է մեզ, մեր բերանը փակում է հակառակորդը, լցված է 4 կողմը։ Ես կարծում եմ, որ կարելի է դա էլ օգտագործել, բարեփոխումներ անել, անձնակազմը կարելի է փոխել, ես մեծամիտ եմ, մեծամտորեն ասեմ, ես համաձայն եմ անձնակազմը փոխվի, ինձ համար միևնույն է, թե ում ազգանունը կլինի հերոսի, հերոսը ով է լինելու ինձ համար միևնույն է, ես ուզում եմ գործ լինի, իմ հայրենիքը անվտանգ լինի եւ զարգացող, այ առիթ կա, նրանք, այո, ուշադրությունը նախապատրաստական աշխատանք է, դեռևս Ռուսաստանը չի կարող Հայաստանով զբաղվել լրջորեն։ Ընդհանրապես Ռուսաստանը դեռևս Ռուսաստանով չի զբաղվում լրջորեն, որովհետև պատերազմը հյուծում է։ Այ մենք խոսեցինք երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, հյուծող պատերազմ էր։ Այս պատերազմը հյուծում է Ռուսաստանին, ինքը մեր կարիքը զգում է, դաշնակցի կարիք է զգում։ Ես դրա համար եմ ասում, Նիկոլ Վավայևիչը պետք է գնա որպես օգնող, որ հարցում է օգնելու, մեր կարիքը զգում են, գնա ասի, իմ երկրի շահերն եմ ես ներկայացնում, այսպես արեք, մենք էլ սա կանենք, եթե ապա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հեռանկարում հանրային գործիչ Ազատ Արշակյանն էր։